Կրիստինե Պեպելյանը հաճախ է սոցհարթակներում որդու հետ անկեղծ հոլովակներ հրապարակում, որոնցում երևում է, թե երգչուհին որքան մեծ սիրով և պատասխանատվությամբ է դաստիարակում նրան, փոխանցելով մարդկային այն կարևոր ու անփոխարինելի արժեքները, որոնք արդեն նկատելիորեն ձևավորվում են փոքրիկ Արեգի բնավորության և տեսակետի մեջ։ Այսպիսի մի նոր հոլովակով նա կիսվել էր իր ինստագրամյան հարթակում, որն էլ առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Բայց ուզում եմ կյանքի մասին խոսենք մի երկու բառ։ Չգիտեմ ինչ ենք առավոտ ժամը 10-ին այս թեմայով որոշել խոսանք։ Բայց եթե դու իր համար չես անում, ինքը քո համար չի անում։ Ամեն ինչ փոխադարձ է։ Նկարում ես։ Հա, նկարում։ Քո կարծիքով ո՞ր է կյանքի ձևը, որ ես մեր իսմա կյանքում տենց ձև են, որ ինչ էիր ասում։ Ես մի լավ բան անում եմ, դու ես անում։ Դեպի հետս անկաս։ Եթե անեն, ասած ինձ շատ բաներ կօգնի։ Դու միշտ պետք է հիշես, որ եթե ուզում ես ինչ-որ մի լավ բան անես, նախ դու էլ պետք է ինքդ քեզ օգնես։ Մենակ չպիտի թողնես Աստծուն գործերի մեջ։ Հա, որ դու հասկանաս, որ եթե մարդը ուզում է ինչ-որ մի լավ բան իր հետ լինի, չի կարելի անդադ ասել, դե լավ Աստված կանի, Աստված կտա։ Մարդը պետք է Աստծուն օգնի այդ լավ գործերի մեջ, այսինքն չպիտի իրան մենակ թողնես, հասկանում ես, երկուսով պիտի լինեք։ Աստված պետք է տեսնի, որ դու ուզում ես ինչ-որ մի բան անես, զգտում ես լավին, փորձում ես լավը լինես, օգտակար լինես, ու ինքն էլ այդ ժամանակ քեզ իսկապես կօգնի։ Ասոնքի։ Ասա։ Հիմա դու լավ վաղ մամայից չէ։ Իմ տատիկս լավն է, չէ։ Դե անպայման։ Ես լավն եմ, չէ։ Դու արտակարգ ես։ Հիմա քանի հոգի կա։ Մեր տանը։ Հա։ 3 հոգով ենք։ Չէ։ Քանի հոգով ենք։ Նայ։ 1 Հա։ Մի հատ ատված քո կողքը 2 3 ատված կողքը 4 5 6 Բայց եթե վատ բանք կգնա այդոցը ուրիշին կօգնի։ Աստված գնահատում այն մարդկանց, ովքեր որ փորձում են իրենց կյանքը օգտակար ապրեն, բարի ապրեն, բարի սրտով ապրեն։ Շատ կարևոր է, որ սիրտդ բարի լինի, գիտես։ Սիրտդ պետք է բարի լինի, գլխիդ մեջ լավ բարի մտքեր լինեն, բերանիդ մեջ լավ խոսքեր լինեն։ Շատ կարևոր բան է։ Ես դրա համար ասում եմ բարիկները, ինչքան տղեղա որ վատ խոսքեր են օգտագործում։ Այս թե որ մեծից բոլորին խնդասեն քլաուն։ Հա։ Այդպես չի։ Դու լավ է որ դու ուրախ երեխա ես, բայց ամեն դեպքում ամբողջ իմաստը մարդկանց առաջ ինչ որ այո, ինչ-որ տարօրինակ բաներ անելը չի, հասկանում ես ինձ։ Ապրես կյանքս, ես քեզ շատ եմ սիրում։ Դու ամենալավն ես, որ երբևէ ինձ հետ պատահել ես կյանքում։ Դու լավագույնն ես իմ հետ, որ տեղի ունեցել ես աշխարհի վրա։ Սիրտս ես, ես գժվում եմ քո համար արել։ Կյանքս ես տղա, սերս ես։ Նշենք, որ Կրիստինե Պեպելյանն ու որդին Արեգը հյուրընկալվել էին Հերմինե Դիալոգ հաղորդմանը։ Կրիստինե Պեպելյանը խոսեց Ամերիկա տեղափոխվելու հարմարվելու մասին։ Ես չեմ մտածել հարմարվել չհարմարվելու մասին։ Հավանաբար այդ խնդիրը չեմ էլ դրել իմ առաջ։ Դրա համար երբևէ չեմ խորացել։ Ամերիկան ինձ համար նեղություն չէր։ Ես աշխատանքի բերումով, կյանքի բերումով շատ եմ գնացել եկել։ Չգիտեի, որ պետք է մնամ։ Շատ անսպասելի և արագ ստացվեց դա։ Հաջորդ թեման մայր և որդի հարաբերությունների կառուցման դժվարություններն ու հաջողություններն էին։ Նախօրոք Արեգի դաստիարակության հարցում որևէ բան չեմ որոշել։ Ես դեռ շատ փոքր ժամանակվանից իրեն ասում էի. Արեգ ջան, պիտի պայմանավորվենք, տղաս, անում ես դու, անում եմ ես։ Ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Չես անում դու, չեմ անի ես։ Նա չի հասկացել, որ կարող է կամակոր լինել, չգիտի ձևը դրա։ Նա գիտի, որ լացով առաջ չի կարող տանել իր ասածը։ Ես իր հետ կապված ամեն բան վայելում եմ, որովհետև աշխատանքի բերումով շատ ժամանակ չեմ ունենում։ Խոսելով առօրյա ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկից Կրիստինե Պեպելյանն ասաց. Ես չգիտեմ հետո ինչ կանեմ։ Ես ոչինչ անել չեմ կարողանում բացի երգելուց և դասավանդելուց։ Անում եմ մի բան, որը սիրում եմ, որը ինձ դուրեկան է։ Ես բիզնես ուղեղ չունեմ և չեմ կարողանում բիզնես մտածել։ Ես չեմ ուզում ավելին ռիսկերի, տարատեսակ գործերի հաշվին։ Գնահատում եմ այն աշխատանքն, այն տարիները, որ ես չարչարվել եմ անունիս համար։ Պատրաստ չեմ իմ անունը մի կողմ դնել և անել անհասկանալի ինչ-որ բաներ։ Խոսք եղավ նաև հայ արտիստներից, Պեպելյանի կարծիքը այսպիսինն է.
Մեկ-մեկ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ հայրեր, որդիներ իրականության մեջ ենք։ Այս կռիվը, որ սկսում է, հասկանում եմ, մեծացել եմ։ Կան կատարողներ, որ ինձ շատ դուր են գալիս, կրեատիվ երեխաներ կան։ Կան նաև որոշները, որոնց կրկներքը նույնիսկ ի վիճակի չեմ լինելու լսել, անհնար է ուղղակի։ Նոր սերնդին եմ դիմում, մենք թոշակի չենք գնալու։ Կրիստինեն ցավով խոսեց նաև ներկայիս իրականության ոչ դահլիճային համերգներից և բլոգերներից։ Մարդիկ հիմա այնքան կարիք ունեն դահլիճների։ Մենք բոլորս տեղափոխվել ենք բանկետ հոլեր, ռեստորաններ, անպայման պիտի ուտենք երաժշտության ժամանակ։ Ոնց կլինի առանց ուտել նստենք։ Մենք լրիվ ուրիշ տեղ ենք հիմա և ինձ համար անհասկանալի է, ոնց կարելի է ինչ-որ մեկին սիրել, ասել այո, կարելի է գնալ այս մարդու համերգին ու տոմսերը պատվիրելուց ասել ինչ ենք ուտելու։ Ինչի համար է պարտադիր, որ ինչ-որ բան պիտի ուտենք։ Հիմա YouTube-ն ու մեդիաները մարդուն հնարավորություն են տալիս, որ մի օր արթնանան ճանաչված։ Երեխաների 80%-ը ցանկանում է լինել բլոգեր, չհասկանալով իմաստը այդ գործի և լրջությունը։ Չեն մոտենում դրան որպես աշխատանք։ Իրենց թվում է, որ բոլոր նրանք, ովքեր ունեն հեռախոս, պիտի մի բան նկարեն և դառնան բլոգեր։ Սիրում իրան։ Միշտ հիշի բալես, մենք ումից որ վախենանք, իրան չենք սիրի։ Եթե չար մարդ քեզի նեղացնի, ես բեկա չթողեմ։ Եթե մեկը քեզի ցավացնի, քեզ վիրավորի, կպաշտպանես ինձ։ Գիտեմ։ Գիտես Արեգ, երբ որ մամաներն ուզում են երեխաներին պաշտպանեն, կամ հակառակը երեխաներն են ուզում իրենց մամաներին պաշտպանեն, Աստված քեզ ուժ է տալիս այդ ժամանակ, որ դու կարողանաս պաշտպանես մամային, հասկանաս, ու նույնն էլ մամայի հետ ալի։ Մամային է ուժ տալիս շատ ուժեղակ մաման այդ ժամանակ, որ պաշտպանի իր բալիկին։ Եթե չար մարդ քեզի նեղացնի, ես բեկա չթողեմ մենտացի։ Ով կանի քո կարծիքով։ Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կուզի ինձ նեղացնի բալես։ Ահան։ Որտեւ ես քո կողքն եմ։ Բոլորը ինձանից վախենում են։ Պետք չի, որ քեզանից վախենան բալես, պետք է, որ քեզ հարգեն մարդիկ։ Լավ բան չի վախը։ Ես չեմ ուզում, որ մարդիկ քեզանից վախենան։ Ես ուզում եմ, որ մարդիկ քեզ սիրեն բալես, որ հարգեն քեզ, որ քո հետ հաշվի նստեն։ Ումից որ վախենում են, չեն սիրում իրան։ Միշտ հիշի բալես, մենք ումից որ վախենանք, իրան չենք սիրում։ Միշտ սիրում ենք այն մարդկանց, ում որ հարգում ենք, ովքեր որ խելացի են, այդպես մարդկանց ենք սիրում մենք։ Ու ես ուզում եմ, որ դու տենց մարդ լինես, որ մարդիկ քեզ սիրեն։ Իմ սերն է, դու տղեից, կյանքս ես դու։ Ես ձեզեր եմ սիրում շատ։ Ում ես ասում։ Ով նայում են Instagram-ի մեջ։ Կյանքս ապրես։ Ինձ մարդիկ լավ կզգան իրանց խոսքերից։ Հա։ Բենին ապրպարի գիշեր բալես։